Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ։ Ես անկեղծ եթե լինենք, այսօր չի ցանկանա եթեր անել, որովհետև Մանացյալ Սեբաստիան վարչական շրջանի 100-ամյա տարեդարձն է ու ես տոնական տրամադրություն ունեի, մինչև դոկ կուսակցության լրատվական էջը ինձ մոտ Facebook-ում չբերեց երկու գրառում, մեկը բերել էր, բանի տեղ չէի դնում, հետո երկրորդը բերեց, մի քանի ժամ հետո։ Ու ես որքան էլ ամեն պղծի անուն չեմ սիրում տալ, իհարկե մի քանի անգամ այս 5 տարիների ընթացքում ստիպված եմ եղել անդրադարձ կատարել, այն էլ անդրադարձ եմ կատարել ոչ թե դոկի մասին խոսքը Վարդան Ղուկասյանի, ոչ թե նրա համար, որ նա չգիտեմ սրան նրան հայոյում, այլ նրա համար, որ կոնկրետ ինձ ու իմ ընտանիքին էր հայոյում, իմ գործունեության համար ու պախարակում։ Ես այդ արժե համակարգը գնահատել եմ խելահեղ հիվանդ արժե համակարգ միշտ տարբեր դեպքերում տարբեր կերպով եմ անդրադարձել, հակադարձել, ավելի շատ ոչ թե անդրադարձել, այլ հակադարձել ստին, կեղծիքին եւ երեք խոսալով գեղեցիկ թեմաներից ինձ համար որպես նվազագույն իմ կարծիքն է, դա ինչ իրավունք ունեմ, որպես նվազագույն արժե համակարգային միավոր, այո, նրա անունն եմ տվել, բայց ինչ որ մեկին այլևս կողքից ինչ որ բան չեմ վիրավորել, որովհետեւ ես այդ մակարդակին չեմ իջնում։ Այնուամենայնիվ ժողովուրդ ջան, էլի չէ իջնի, եթե անկեղծ լինենք այդ մակարդակին, բայց հավատացեք ժամանակ առ ժամանակ ստիպված ես լինում, հատկապես որ խոսքը ոչ թե անձի մասին է, որ կամ արհամարես կամ չարհամարես, այլ խոսքը կոնկրետ իրավաբանական անձի մասին է, այսինքն կուսակցության, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության պետռեգիստրում եւ ըստ էության իր գործունեությամբ պիտի հարգի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Ես իմի թե ովադոգը զուգահեռ ես կփորձեմ խոսել, հանգիստ կարող եք դիտել ժողովուրդ ջան, իրենց մակարդակին չեմ իջնելու, հայոյանքներ չեն լինելու բնականաբար, այդ հաճույքը նրանց չեմ պատճառի, բայց մի քանի մեկնաբանության ուզում եմ անդրադառնալ այնուամենայնիվ, նախ ես ձեզ ցույց տամ այդ գրառումը, տեսեք, քանի որ ես իհարկե բոլորից շատ հարգելով եւ շնորհակալություն հայտնելով, որ դիտում եք եթերը եւ հնարավոր է տարածեք, այնուամենայնիվ վերնագիր եմ դրել ու ավելի շատ փորձելու եմ սրա կուսակցականներին, դոկ կուսակցության ներկայացուցիչներին հրավիրել դասընթացի, բարոյախրատական դասընթացի, գուցե այդ մարդիկ չգիտեն, չեն հասկանում, գուցե դեբիլ են, գուցե պարզապես իրենք էլ այդ նույն արժե համակարգի կրողն են, դրա համար են այսպես ագրեսիվ իրաց զբաղվում։ Սկսենք այնտեղից, իհարկե հարգելիով չեմ դիմի ձեզ, ոչ մի ձեզ չեմ դիմի, սկսենք այնտեղից, որ դուք երևի տեղյակ չեք, բայց դոգը առաջինը ձեզ է հայոյել ու շատ կեղտոտ հայոյանքով, ես ձեզ հիշեցնեմ, երբ որ Երևանի ավականու ներկայացուցիչները այս կուսակցության, իր նախկին կուսակցության բանը առանձնացան ու իրենց միջով սև կատու անցավ իր արտակի եւ այլն, չնայած չի որ արտակի հանդեպներով ամիտ գտնվելու բան կա, սա եթեր արեց ու իր լեքսիկոնով ասեց ես եմ ոչ թե ստեղծել այդ կուսակցությունը, այլ հայոյանքով ասեց թե ոնց է արտադրել այդ կուսակցությունը ու ասեց չի լինի ես մի հատ այդ նույն ձևով կարտադրեմ իհարկե հայոյանք է դեռ օգտագործել, շատ կեղտոտ լկտի հայոյանք ու արտադրելա ձեզ, հասկանում եք, sense որ նայում եմ, մարդիկ կան այնտեղ, այսինքն դուք գլխանց համաձայն եք, որ դա այդպես է։ Իհարկե նրանք ովքեր չեն կարող խոսել, ես չեմ սիրում անդրադառնալ, բայց այնպես չի, որ սույն անձնավորությունը երբևէ խոսել է, համարել դա խոսք, պարզապես չափազանցություն կլինի, բայց ինքն էլ է խոսել, թե ինչ վնաս է հասցրել մեր հասարակությանը իր գործն է, բայց հիմա ես ձեզ պատմեմ, ձեր Վարդան Ղուկասյանը գռը ուշնիկ է, գռը գիտեք ինչ է, Google խորոմով գրեք ռուսերենով գռը ու տառերը, մեծատառերը ու ձեզ կբերի, թե դա ինչ է, ու փոքրիկ հուշում, գռոյի ներկայացուցիչը երբեք նախկին չի լինում, սա մեկ, երկրորդ նա այն անձնավորությունն է, որ ռազմական գործողության ժամանակ պոստերի թվերն էր ասում ու հուշում թե որտեղ վիրավոր զինվորներ կան, շատ լավ հասկանալով, որ իր եթերի տակ ադրբեջանցիներն են նստած։ Երրորդ, նա ինքն է իր բերանով ասել, որ ունի ադրբեջանցի գեներալ ընկեր, ով իրեն ինֆորմացիա փոխանցում։
որպեսզի ուղեղները մտնի, ասեմ հետևյալը, ոչ մեկին, ոչ մի բանի դիմաց չի փոխանցում ինֆորմացիա։ Եվ եթե այդ ադրբեջանցի գեներալը այդքան հայացեր է եւ ուզում էր Հայաստանի լավը միայն դրա համար էր այդ ինֆորմացիան փոխանցում, ապա հնարավոր է այդ նույն գեներալին կարելի է հայրոսի կոչում տալ, հա, ադրբեջանցի ազգությամբ, ով մեր մասին այդքան մտածել է ու ծառայություններ մատուցել պաստորեն եւ գաղտնի եւ այլ կառույցներից ուժային Ադրբեջանի կարողացել է դες բանալ։ Ուրեմն որպես գաղտնիք մեր հասարակությանը նույնպես ասեմ հետեւյալը, գաղտնիք չէ, կուզեք հավատացեք, կուզեք ոչ ձեր գործն է, դոգը երբեք ճիշտ բան չի ասել։ Կարող ասենք ինչ որ փուչիկի նման, հա, ասենք օրինակ, կարա ասի գնել եմ, տեսել եմ խանութ գնալուց ու այդ խանութում գողություն անելուց հագնել մի հատ մոխրագույն մայկա էր։ Ու ասենք հիմա մոխրագույն մայկա է հագած ու եթե որևիցե մեկը այդ օրը ինձ տեսել է մոխրագույն մայկով, այդ պատմության մեջ կարա լինի մենակ մոխրագույն մայկ են ճշմարտություն, բայց արդեն մարդկանց մեր ուղեղի մեջ լցնի։ Նա այն մարդն է, որ ժամանակին, երբ որ ես բուլդոզերի գումար էի հավաքում, նա ամեն ինչ արել է այդ գործը մեր զինվորներին ու դիրքերին շատ անհրաժեշտ էր, նա ամեն ինչ արել է, որպեսզի այդ գումարը չհավաքվի, այդ գործողությունը տեղի չունենա, արել է դա իր եթերներով անընդհատ ես իմիջեր անելով, երբ ես նրան առաջարկել եմ, եթե այդքան մտահոգ եկեք դիմեք համապատասխան մարմիններ, թող գան ստուգեն Բարդբանջի ու մինչև այսօր, իմիջայլոց 20 թվականից մինչև այսօր այդ բոլոր քաղվածքները ինձ մոտ կան, այն բանի համար որ մարդ ես, մի օր մեկը գա, ասի ախպեր ջան, ես այդտեղ 5000 դրամ փող եմ փոխանցել, ուրա ես ցույց տամ ուրա, հա։ Ու խափանեց այդ գործընթացը, այդ լկտի անձնավորությունն է եղել, պիղծ անձնավորությունն է եղել, բարոյական արժեհամակարգից կիլոմետր 180 աստիճան տարբեր վայրում է գտնվել։ Ու էլի սենց բաներ, ես խոսում եմ իմ մասով և հիշեցնեմ, ես այո, հանրային գործիչ եմ ու հետևաբար հասկանում եմ, ըմբռնում եմ, որ իմ խոսքը նույնպես կարող է քննադատության ենթարկվել, կարող են անհամաձայնություն հայտնել, կարող են ընդ որում սուր քննադատել, ես դրա հետ հաշտ եմ, որովհետև դա նորմալ է, առհասարակ երբ որ մարդը հանրային գործունեություն է ծավալում, մեր օրենսգիրքը իր կանոններով այնպիսին է, որ պիտի հասարակական գործունեություն ծավալողը ծանոթանալով այդ օրենքներին հասկանա, որ որտեղ ինքը կարա նեղվի, որտեղ չէ, որ դեպքում կարա դատի տա, օրինակ, որ դեպքում չէ եւ այլն եւ այսպես շարունակ։ Ասեմ ավելին, որպես պախարակող խոսույթ նաև կիրառել է այն հանգամանքը, թե ես, չգիտեմ, սպիդ եմ, հետո թե ես նարկոման եմ, հետո թե ես ալկաշ եմ, ինչ ասել է, եւ ինչպես նա, այդպես էլ ձեր կուսակցության որևիցե ներկայացուցիչ, եթե հետս գա որպեսզի գնանք բուժ զննում անցնենք, չեմ կարծում, թե ինձնից առողջ է լինելու է նրա արյունը իմ արյան նման մաքուր, հա, նարկոտիկի տեսանկյունից, եւ ինչու ոչ մարիխուանայի տեսանկյունից նույնպես, որովհետեւ այս առհասարակ կյանքում չեմ օգտվում նման բաներից։ Եվ այո, նաեւ ալկոհոլիզմի մասով։ Չգիտեմ, կգտնվի ձեր մոտ մեկը, որ հետս կհամաձայնի գա բուժ զնման, թե ոչ։ Այսպիսի մուտիլովկաներ է տարածել տվյալ անասունը։ Եվ գիտեք ինչ, եթե նա ունի խնդիր, մենք ունենք դատարաններ։ Բայց հիմա ես ձեզ ցույց կտամ կուսակցության գրառումը ու ավելի կսկսեմ ձեզ բացատրել դուք կուսակցության ներկայացուցիչներ, թե առհասարակ ինչն ինչոց է։ Եկեք հերթով գնանք։ Սա դուք կուսակցություն լրատվական։ Ուրեմն, ասես մի հատ փոքրիկ հուշում հատուկ տգետների համար, որ եթե կուսակցություն, ես որքան հասկացա դեմոկրատիա, օրենք, ու չգիտեմ ինչ, sense մի բան է բացվում, այս դոկ անվանումը։ Ես հատուկ ձեզ դեբիլների ասեմ, որ երբ որ գրվում է հապավումով, այսինքն ամեն բառի առաջին տառով, այդ դեպքում բոլոր տառերը գրվում են մեծատառով։ Սա sense անվճար ձեզ խորհուրդ հատուկ տգետների։ Հիմա գրառում է Գնել Սարգսյան, օրինակ պատկերացրու, եթե դու կորես կամ պատահաբար մեկ ուրիշ երկիր գնաս ու մեկ շաբաթ չերևաս էկրաններին, քո մասին բացի հարազատներից ու ընկերներից, ով կհիշի, դու ասում ես Վարդան Ղուկասյանը ով է, որ իր մասին այսքան գրում եք, բայց դες երեք մեր կուսակցության հայտարարությունների մասին գրել էր գրեթե ամբողջ մամուլը, հիմա մի հարց ունենք քեզ, իսկ դու ով ես, ինքդ քեզ հարցրու դու ով ես, գնար զբաղվիր քո բլոգերությամբ ու մեր գործերին էլ չխառնվես։ Ես նախ հրապարակում եմ, հետո մեկնաբանությունները, հետո երկրորդ հրապարակում եմ, այնպես որ զինվեք համբերությամբ, մենք դեռ երկար ենք զրուցել։ Նախադասություն առ նախադասություն հատուկ տուփոյների համար։ Գնանք առաջին նախադասությունից։ Գնել Սարգսյան, օրինակ պատկերացրու, եթե դու կորես կամ պատահաբար մեկ ուրիշ երկիր գնաս ու մեկ շաբաթ չերևաս էկրաններին, քո մասին բացի հարազատներից ու ընկերներից ով կհիշի։ Տեսեք, եթե մարդուն չհիշեն, եթե մարդուն հիշում են,
թեկուզ մի քանի ամիս անց, թեկուզ 1 տարի, թեկուզ 10-20 տարի առաջ, դա դեռ չի խոսում նրա մասին, որ տվյալ մարդը լավ մարդ է։ Ես կարող եմ հատուկ ձեզ համար մի փոքրիկ մեջբերում Հովհաննես Թումանյանից։ Գործն է անմահ լավ իմացեք, որ հիշվում է դարեդար, էռնեք նրան, ով իր գործով կապրի հավերժ անդադար։ Վատնել է միշտ հիշվում հավերժ, անեցք նրա վատ գործին, որդիդ լինի թե հեժնոմեր, թե նամուսով սիրած իր։ Կարծում եմ ինձ կարող է չընդունեք, բայց Թումանյանին չնայած ձեզանից ես սպասում եմ, որ դուք Թումանյանին չեք ընդունի, կամ գուցե չգիտեք Թումանյանն ով է։ Այսինքն մարդուն կարող են հիշել նաև իր վատ գործերով, հա։ Ու ամեն մեկը ունի իր կարծիքը։ Դուք կուսակցություն եք, բացում եք սահմանադրությունը, եթե մինչև այսօր չեք բացել, ու կարդում եք այնտեղ։ Ու անպայման կարդալու եք, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, կրկնում եմ, ցանկացած քաղաքացի ունի կարծիք ունենալու եւ կարծիք հայտնելու իրավունք։ Սա ձեզ անվճար խորհուրդ։ Սույն անձնավորությանը, հա, միջայլոց օրինակ Հիտլերին 80 տարի է հիշում են, հասկանում եք, ու կան այդպիսի շատ վատ մարդիկ կան, Իտալիայում, շատ վատ մարդիկ կան, ոնց հիշում են, անգամ Հանիբալներ կան, մարդակերներ եւ այլն, որոնք շատ մեծ մարդ են կերել ու իրաց հիշում են։ Այսինքն մարդուն հիշելը դեռ չի խոսում նրա ով կամ ինչացու լինելուց։ Իսկ ինձ թե ով կհիշի, ով չէ, ես մի փոքրիկ հուշում, հա, ես արդեն մոտ 10 տարուց ավել է, ոչ մի ֆիլմում չեմ նկարահանվել, բայց գոյություն չունի գետ մեկ քաղաքացի, ով չի հիշում, որ ես դերասան եմ եղել մասնագիտությամբ եւ ըստեյության կամ մասնագիտությունս դա է։ Այսինքն այդ հիշելը չէ, այսինքն եղել եմ այդքան տպավորիչ, հա, կարողացել եմ ներկայանալ լինել եւ այլն։ Իսկ իմ ընկերներից մարդու կյանքում փոփոխություններ միշտ են լինում։ Ես ինքս շատ ընկերների ժամանակին, երբեմնի ընկերների գուցե չհիշեմ, դա խնդիր չի։ Իսկ եթե խոսում եք ընկեր հասկացողությունից, ասեմ, դուք մինչև այսօր վախենում եք իմ դեմը դուրս գաք մի բարձ պատճառով, որովհետև դուք շատ լավ գիտեք ես ինչ ընկերական շրջապատ ունեմ։ Հիմա շարունակենք։ Դու ասում ես Վարդան Ղուկասյանը ով է, որ իր մասին այսքան գրում եք։ Բայց տես, 3 մեր կուսակցության հայտարարությունների մասին գրել էր գրեթե ամբողջ մամուլը։ Հուշեմ ձեզ։ 2 հանգամանք հատկապես։ Առհասարակ դուք կուսակցություն եք, եւ երբ որ չկլասիկ կուսակցություն լինեք, ասենք օրինակ, Արձականյանը նույնպես ունի կուսակցություն։ Եթե Արձականյանը մի բան լինի ու նրա կուսակցությունը պաշտոնական հայտարարություն անի, հիմնականում մամուլը վերցնելու է արտադպի, որովհետեւ կուսակցություն եք։ Սյուրպրիզ, հա, ձեզ համար, հա, ասած սյուրպրիզ անեմ, դուք կուսակցություն եք։ Ցավոք սրտի։ Ու բնական է, երբ որ կուսակցության ղեկավարի մի բան ալինում, ու մամուլը դա գրում է։ Ընդ որում, երկրորդ դիտարկումը հիմա, որը ամենակարևորն է։ Գորժ ջան, ափսոս է, բայց ես չեմ կարող սա այսպես թողել, ընդ որում ասեմ, որ խորհուրդ կտամ, ովքեր այնտեղ մեկնաբանություններ են թողել, հավայի տեղը չջնջել, ես ամբողջը զապիս եմ արել, թե վիդեո տարբերակով, թե ֆոտո տարբերակով, եւ շատ հնարավոր է, որ դիմեմ դատախազություն այս կուսակցության հետ զբաղվելու համար։ Ովքեր որ սահմանապակում են ըստ էության իմ կարծիք ունենալու իրավունքը եւ դա դեռ քիչ է, ես երկրորդ հրապարակումն էլ հեսա ցույց կտամ, սպառնում են ոչ միայն ինձ, այլ նաեւ քաղաքացիների, ովքեր ունեն այլ կարծիք։ Շարունակենք։ Հիմա միտքը շարունակեմ։ Հիմա երկրորդ գաղտնիքը ձեզ համար բացեմ։ Սույն գրոուշնիկը երբեմնի ով ներկայանում դուք, նա դուք կուզեք ընդունեք, թե չեք ուզի ընդունեք, բայց նա Սերժ Սարգսյանի ձախ ամորձին է, աչը չի, աչը հանրապետականն է։ Ձախ ամորձին է, հասկանում եք, ու աչքաբացում հանրապետական կուսակցությանը ամբողջովին չեմ ասում, այնտեղ դուք գիտեք, ումոց է վերաբերվում իմ անիմանալու։ Ու սա ես ասում եմ, ոչ թե կարծելով այդպես, այլ հստակ իմանալով։ Ու քանի որ ողջ մամուլ ասվածի 50-ից ավել տոկոսը պատկանում է Սերժ Սարգսյանի հետ աֆիլացված անձանց, բնականաբար ողջ մամուլը պիտի փոթորիկ բարձրացներ։ Առհասարակ ողջ մամուլը շատ բաներ է անում, ասենք եթերները եղել, որ ինձ էլ ողջ մամուլը ֆիքսել է, հա, բայց դա չափորոշիչ չի լրջության։ Եթե ձեզ համար դա չափորոշիչ է, շարունակեք դուք էլ հայհոյախառը լեքսիկոնով խոսել, ոնց չլինի մի օր շատ այնպիսի տեղ աչքի կընկնեք, որ դա կլինի ձեր վերջին լպտալը։ Շարունակենք։ Հիմա մի հարց ունենք քեզ, ինձ հարց ունեմ։ Իսկ դու ով ես։ Ինքդ կերս հարցրու դու ով ես։ Ի տարբերություն ձեզ, ռետիկնակ եւ պարոնայք բղծամոլներ, հա, բղծի մոլի երկրպագուներ։ Ես ինքնահայեցմամբ շատ եմ զբաղվել, այդ թվում նաեւ հրապարակային։
Ես բայց չեմ զլանա, ձեզ կասեմ, կարճ կարող եմ ասել, կարող եմ երկար, բայց որպեսզի մարդկանց էլ չձանձրացնեմ, ասեմ երկար։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, գիտակից եւ այո, նաեւ հպարտ քաղաքացի, ով հիանալի գիտի իր իրավունքները եւ հիանալի գիտի իր պարտավորությունները։ Իմացեք ով է, ինչ որ բան փոխեց դա ձեր կյանքում, թե դեռ ոչ։ Գնաց զբաղվիր քո բլոգերությամբ ու մեր գործերին էլ չխառնվես։ Հուշում, ես եթերով եմ ասել, հիմա եմ ասում, ես չեմ կարծում, թե ես բլոգեր եմ, բնավ։ Չգիտեմ իմ գործունեությունը անգլերենով ոնց է կոչվում, հա, ոնց է ընդունված անվանել, բայց ես բլոգեր չեմ հաստատ։ Ես հանրային գործունեությամբ եմ զբաղված, դա բլոգերությունն էլ ինչ որտեղ հանրային գործունեություն, այո, բայց բլոգեր լինելը դա որոշակի պրոֆեսիոնալիզմ է ակնկալում այդ ուղղությամբ, ինչը ես չունեմ, ինչու՞ եմ մտնում այդ դաշտ։ Այնուամենայնիվ, ու մեր գործերին էլ չխառնվես, ես կխառնվեմ ձեր գործերին։ Դուք չեք կարող ինձ արգելել, գոյություն չունեն նման իրավական լծակներ, որ կարողանաք արգելել ինձ խառնվելու ձեր գործերին, որովհետև հիշեցնում եմ, դուք կուսակցություն եք գրացված իմ Հայաստանի պետռեգիստրում, եւ ես ոչ միայն ձեր Հայաստանի Հանրապետությունում գործող ցանկացած պետական կառույցի, ցանկացած քաղաքական կառույցի, որը գրանցված է իրավաբանորեն, ես ունեմ իրավունք, ունեմ իրավունք օրենքները չխախտելու աստիճան խառնվելու կամ այդ ձեր լեքսիկոնով հետաքրքրվելու իմանալու եւ կարծիք եւ բնութագիր հայտնելու, հասկացաք։ Եվ ոչ միայն ես, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի այդ իրավունքը ունի։ Հայաստանի Հանրապետությունում իրավունքները դուք չեք որոշում ձեր կուսակցությունով։ Հայաստանի Հանրապետությունում մեր իրավունքները անգամ ԿՊ-ն չի որոշում իրենց կուսակցությունով։ Խոսքը ազատության մասին օրենքներին է վերաբերվում, ազատությունների մասին։ Լավ։ Այնպես որ մի քիչ փորձեք ընթերցել, ըմբռնել ինչա նշանակում կուսակցություն։ Եվ եթե ես սրան էլ ավելացնեմ, որ ես հանդիսանում եմ հանրային օրակարգի պաշտպանություն հասարակական կազմակերպության անդամ կամ նախագահն եմ առհասարակ, որը զբաղվում է հանրային վերահսկողությամբ եւ իրազեկմամբ, ապա հավատացեք ունեմ նաեւ շատ ամուր իրավական մանդատ խառնվելու կամ զբաղվելու ձեր կուսակցության այդպիսի գործողություններով, որոնք կհամարեն տվյալ պահին ոչ իրավաչափ։ Հասկացանք իրար։ Հիմա շարունակեմ։ Մեր այս շենքը, որը որ Մետաքսի գործարանն առաջվա, այստեղ օֆիսներ են, 3 հարկ, կա նաև մարզասրահ, ներքևում կա օբյեկտ, ռեստորան, կա բարի խմբակ եւ այլն, երեխաներ են գնում գալիս։ Քանի ամիս անցած կլինի առաջ, մի 3 երևի։ Մի 3 ամիս առաջ, որում դա դժվար չի ստուգելը, որովհետեւ ահազանգ ա եղել ոստիկանություն այդ դեպքով։ Եկել էր մեկը ձեր կուսակցությունից, մի տիկին, բավականին սազական դոգի համակիրը լինելուն, հա, այդ բանին։ Այստեղ լրբությունը կապել էր դոգային լեքսիկոնով, ինձ տեսնելուց ինչ որ դիվահարվել էր։ Ամբողջ շենքը խառնեց իրար, մանկահասակ երեխաների ներկայությամբ հայհոյանքներ օգտագործեց։ Տարիքը կլիներ մոտավորապես 70, 65-ից 70։ Ցավոք հասցրեց ծլկել եւ ես էլ շատ գլխի տակ չդրեցի, բայց այնուամենայնիվ, քանի որ հասարակական կազմակերպության տարածքում ա եղել, ես ահազանգ թողեցի ոստիկանություն։ Ահա ձեր ամբողջ կերպարը։ Եվ քանի որ դուք սիրում եք հպարտանալ այս պարագայում, որ ձեր կուսակցության ղեկավարը կամ պատվավորը, չգիտեմ, դա ձեր գործն է, ոնց եք նա ներկայացնում, ամբողջ մամուլը գրել է, ապա ասեմ, Հայաստանի Հանրապետությունում օրինակ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է այս բանը, վարչության ղեկավարն է։ Նիկոլ Փաշինյանն է, որ մի բան ասում է, ամբողջ մամուլը գրում է։ Հիմա դուք ով եք այդ բազարի մեջ, եթե ձեր լոգիկայով գնանք։ Պատասխանեցի երևի ձեր հարցին, լավ, հիմա շարունակենք, դասընթաց է, էլի ինչ անենք, դա, շարունակենք։ Հիմա տեսեք, հա, հիմա եկեք ես ձեզ ցույց տամ, թե դուք ով եք։ Իհարկե ես եւ իմ հետևորդներին, ումոնց ես շատ հարգում եմ, չեմ հասցնի այն մակարդակին, որ իրենք լսեն բաներ, որոնք որ կարող եք լսեք դուք ձեր երեխեքի ընտանիքի անդամների ներկայությամբ,
Բայց որպեսզի եթերում մնա, ովքեր ցանկանան սկրինշոթով պահել, կարող են պահել։ Իհարկե, այստեղ մարդիկ կան, ովքեր որ սատարում են ինձ, ինչ համար շնորհակալություն, ինչ եմ ասում շնորհակալություն, որովհետև ես հասկանում եմ, որ դուք գիտակցում եք, որ ձեր վրա էլ կհարձակվեն։ Այստեղ այս պահի դրությամբ կա 219 մեկնաբանություն, որոնց 90%-ը հայհոյանք է պարունակում, ընդ որում իմ ընտանիքից հասցեին, շատերի հասցեին, մյուս քաղաքացիների հասցեին, ու այս բջիթուլեկի մեծամասնությունը նաև փորձել են fake էջերով հանդես գալ, իբր իրենց չգտնենք։ Կրկնում եմ, ովքեր նոր են միացել, կարող եք ջնջել ձեր մեկնաբանությունները, կարող եք ջնջել, միևնույնն է դրանք ֆիքսած են, բոլոր տարբերակներով են ֆիքսած, ու իմ կարծիքով մոտ ապագայում ձեզանից մեծ մասը իրավական պատժի կենթարկվի, մի փոքր մասն էլ շատ հնարավոր է, տենց չգիտեմ, դեռ չեմ որոշել։ Այստեղ բոլոր այսօր հոկտեմբերի 4-ն է, կներեք ժողովուրդ ջան, ձեր համբերությունը չարաշահում եմ, բայց պիտի ամբողջ անցնեմ, որովհետև հնարավոր է այս մատերիալը նույնպես անհրաժեշտ լինի այնտեղ, ուր որ ես պատրաստվում եմ դիմել։ Իմիջայլոց մի գաղտնիք է, մի բան էլ ասեմ հատուկ դամբուլներին, ապակենք, հեսա անցնում ենք մյուսին։ Մի գաղտնիք էլ բացա, տեսեք։ Եթե ձեզ թվում է, որ օրինակ դուք կարող եք շատ մարդկանց հասցեին, այդ թվում քաղաքական գործիչների, պետական պաշտոնյաների, հայհոյեք եւ այլն, ու դուք անձեռը մխելի մնաք, ու դուք դեռ ճիշտ էիք վրոցի, ես սրանից ամիսներ առաջ ասել եմ հետեւյալը, նույն ձևով հրապարակային, որ իհարկե խոսքը չի վերաբերվում դոգի հետևորդներին, խոսքը վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր, այս խոսքս ասում եմ հրապարակային, ովքեր կնեղսրտեն, կարող են գնալ եւ դատի տալ։ Վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ասում են, որ դոգը միշտ ճիշտ է։ Իմացեք, որ այդ արտահայտության համար ես աշխարհի հայհոյանքն եմ տալիս ձեզ ու ձեր բոլոր սրբություններին։ Որովհետև այս այն եզակի դեպք, օրինակ եթե մեկ ասի Քոչարյանը միշտ ճիշտ է, ես կասեմ լավ մարդը տենց է կարծում, որովհետև ունի կարծիք ունենալու իրավունք մեր ժողովրդական երկրում։ Բայց դոգի պարագայում չեմ կարող, որովհետև կոնկրետ նա կրկնում եմ իմ ընտանիքի մասին արտահայտություններ թույլ տվելու։ Եթե աշխարհի տակ կա մեկը, ով կարող ասի ճիշտ արել, ես իր տունու տեղը ճաշով, բանով, նենց պղծեմ ընտանիքով, նստեք իրար բերան, լպստելով ուտեք այդ ճաշը։ Եթե կլինեն հարցեր, ապա խնդրեմ, ես հասանելի մարդ եմ, ինքներդ շատ լավ գիտեք։ Անցնենք առաջ։ Մարդիկ են եղել, ովքեր որ իրենց կարծիքն են հայտնել, գրել են, ասել են, գները սենց մարդա կամ դուք ով եք, բառ մի խոսքով։ Սրանք այս մյուս հրապարակումն են անում հետո։ Պաշտոնական բան ասա։ Եթե Վարդան Ղուկասյանը հիմա չի կարող արձագանքել ձեզ, դա չի նշանակում, որ նա անպաշտպան է։ Լսեք, այդ տուզիկներ, կուսակցության բանա։ Մենք ստանձնել ենք ու շարունակելու ենք ստանձնել նրա պաշտպանությունը։ Ով էլ ինչ-որ ավելորդ բան ասի Վարդանի, ասենք, կստանա համարժեք պատասխան։ Հա, ու մի բան էլ, հարգելի կուլտուրականներ, չգաք ու չասեք, սա կուսակցության էջն է, չի կարելի։ Մենք պաշտպանելու ենք թե Վարդանի պատիվը, թե կուսակցության պատիվը, ով որ ծանր է տանում, կարող ուղղակի հեռանաք այս էջից։ Հիմա ես գրառման մասին ձեզ բացատրեմ մի քանի բառով։ Նախ ֆիքսենք, որ այս մարդիկ շատ լավ հասկացել են եւ որդեգրում են այդ գործելավոճը, շատ լավ տեսնում են, որ իրենց կուսակցության էջի տակ գրառումներ են լինում եւ նրանք դիտավորյալ դա թողնում են, նրանցից մեծ մասը հենց իրենք են, այդ գրառումները անողները իրենց կուսակցության անդամները եւ այլն։ Օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության էջի տակ, եթե մեկը գրում է ես Սերժի Մաման, օրինակ, հա, դա հեռացվում է անպայման, որովհետև չի կարելի հայհոյանք թույլ տալ, չի կարելի ուղիղ վիրավորանքներ հասցնել եւ քանի որ ինքը նյութ է տեղադրել, հետեւաբար հանդիսանում է այդ հայհոյանքների տարածման աղբյուրն է։ Այստեղ խնդիր ունեք դուք, ես ձեզ ասեմ։ Հիմա նախադասություն այս մյուս հրապարակում։ Եթե Վարդան Ղուկասյանը հիմա չի կարող արձագանքել ձեզ, դա չի նշանակում, որ նա անպաշտպան է։ Նա այո, պաշտպանված է եղել, չգիտեմ, թաքնված վայրում։ Հասկանում եք։ ԱՄՆ-ն Ալիս Տերտերյանն ԱՄՆ-ն դրան դեպորտ չի արել։ Տեսեք, ԱՄՆ-ն դեպորտ Հայաստան չի վերադարձնելու։ Ոնց որ թե վերջին տվյալներով չգիտեմ ում հետա քնել, որ չեն վերադարձնում, բայց 3 պետություն կա, ովքեր պատրաստակամություն են հայտնել ընդունել նրան, փախստական որպես, դրանցից մեկը Գերմանիան է, մյուսը Լեհաստանն է, մյուսը Չինաստանը։ Այս պայմանությամբ այդ 3 երկրներն են։
Չգիտեմ ինչ որ բան ինձ ներսում հուշում է, որ նայում ամենայնիվ կընտրի Չինաստանը, հույս ունենալով միլիարդ ու կեսի մեջ թաքնվել, այդպես ավելի դժվար կլինի հայտնաբերել, բայց ասեմ որ դա այնքան էլ լավ որոշում չի լինի, որովհետև չինացիների մեջ ոչ իրենց հատուկ դեմքի դիմագծելով մարդիկ շատ արագ են հայտնաբերվում ու Չինաստանում տեխնոլոգիան շատ լավ զարգացած է միջոցից վերջերս ես մի նյութ էի նայում պայմանավորվում էին որ մեկը պիտի հանցագործություն անի ռեալիթի է հանցագործություն անի այսինքն ինչ-որ բան գողանա ու ոստիկանությունը ինչքան ժամանակում կարա հայտնաբերի այդքան կամերաներ դա սա կամերաներ են այդ կամերաները որպեսզի ստուգեն որքանով արդյունավետ դա անվտանգության հետ կապված եթե չեմ սխալվում ոչ մի մինչև 20 րոպե էր տևել ոչ ավել Ընդ որում ոստիկանությունը չգիտի որտեղից է գողանելու ուրա փախնելու ինչ անելու հասկանում անցնենք առաջ լսեք այդ տուզիկներ վիրավորում են մարդկանց կուսակցությունը պատկերացրեք կուսակցությունը վիրավորում է մարդկանց ովքեր հաստ չեն իրենց հրապարակման հետ մենք ստանձնել ենք ու շարունակել ենք ստանձնել նրա պաշտպանությունը ով էլ ինչ որ ավելորդ բան ասի Վարդան Հասցեին ստանա համաձայն պատասխան Ես հույս ունեմ, որ դուք դարձյալ կուսակցության էջով այդ պատասխանները կհրապարակեք, դրանով ավելի ծանր վիճակում դնելով ձեզ։ Հա ու մի բան էլ հարգելի կուլտուրականներ ձեռառում իրաց արել, ձեռառնելու աբրանք հենց մնացածներն են ձեռառում։ Չգաք ու չասեք սա կուսակցության էջն չի կարելի։ Էլ ինչ կարող եք արգելել, դուք գործում եք Հայաստանի Հանրապետության տարածքում, դուք ով եք։ Մենք պաշտպանել ենք թե Վարդանի պատիվը, թե կուսակցության պատիվը, ով որ ծանր ատանում, կարող ուղղակի հեռանա քեզ էջից։ Մարդիկ տեղյակ չեն, ինչն ինչոց է, ինչ անես։ Ու այս պայդրությամբ 111 մեկնաբանությունը թույլ տվեք դա նույնպես ֆիքսեմ, այստեղ կարող եք հանդիպել անգամ կանանց, ովքեր որ հայհոյում են մարդկանց երեխեքին, արժե համակարգը այդպեսին նա ինչ անես։ Ըստ էության ես հենց այս արժե համակարգի մասին եմ խոսել երեք, որ այս մարդիկ դժվար է ասել, այս իրավաբանական անձը փրփռել է։ Ասես թվում է, որ հետո անհրաժեշտության դեպքում սկրինշոտ կանենք, հաթած, սիրուն հավեսով, տաշի դուշիով, մի խոսքով լստեղ տեք, կինա, ով չի ոզի դոգի լավ, ամբոչ հայազգն նրա մորու մանուկը են բանից այսինք լեզուներին զոր տված երևույթներ լավ է ստիկեր միկերները հեչ ոնց որ դες էլ ֆիքսեցինք հիմա ես ուզում եմ մի քիչ ընդլայնվենք ձեր կուսակցությունում բացի դոկից ուրիշ անհատականություն կա որևիցե անհատականություն ով եք դուք ու երեկվա հարց եմ տալիս այո պետք է շատ եկնվել այդ հարցից դուք ով եք եթե այսքան բանը ես գրեթե ինչքան արդեն մոտ մի ժամ կլինի 40 րոպե եթեր եմ անում ու 40 րոպեն ձեզ բացատրել եմ ձեր եւ իմ իրավունքներն ու պարտականությունները Եթե այսքան բանը դուք չեք գիտակցել, կարող եք իմանալ ձեր միջի այն անհատականությունով, հա, որ ասենք օրինակ, կարա աշխատի, ասենք դուք գալիս եք իշխանության, դուք չի կարա լինի վարչապետ։ Ու ասենք ով է որ կաշխատի արտգործ նախարար, կարենք իմանալ։ Ու դուք երևի այդ արտգործ նախարարին կկապի իր ծանոթ ադրբեջանցի գեներալի հետ։ Ես շատ գիտեմ, էլի բանը։ Ով եք դուք։ Ես չեք դուք։ Ես հենց նոր չցանկանալով կարդալ այդ մեկնաբանությունները, որովհետև չեմ կարող ինձ նման բան թույլ տալ, բայց ֆիքսեցի մարդիկ, ովքեր որ հետաքրքրված կլինեն, սկրինշոտ կանեն, կտեսնեն։ Էս չեք դուք։ Էս ամեն ինչը տեսնելուց հետո ես կարող եմ եւ առաջ իմիջիալոց ոչ միայն հետո նաեւ առաջ ասել, որ դուք արժե համակարգային ամենացածը նշաձողում եք, ընդհանուր մինչև մարդկության էվոլյուցիան, որ մարդ արարածը սկսում է արդեն տարանջատվել կապիկի են սորտից, որը որ էլ չկա, ըստ Դարվինի, դուք ոնց որ թե այդ փուլում եք նոր։ Սուս բան, այս փուլում եք դուք։ Դուք էլ մարդակերի փուլում եք, ըստ երևույթին։ Երեք ես խոսել եմ մշակութային արժեքներից։ Ընթացքում այո այդ օրինակն եմ վերել։ Իսկ այդ խոսացածից ուրիշ բան չեք լսել, Հեչ չեք լսել։ Ինչ որ բան սովորել եք։ Կա ձեր մեջ մեկը ով կգա մի սիրուն բան քննարկենք գոյություն ունի հենց մեկը ընդ որում ես շատ զոր չեմ տա չեմ ցանկանա նրան դնել ծանր վիճակի մեջ ես թեթև խոսամ հետը կա հենց մեկը
Դուք եկեք երեխեքի ներկայությամբ այն տիկնոջ օրինակով ստեղ հայհոյեք, թքած ունենալով, որ այդտեղ աղջիկ երեխեք կան 8-10-12 տարեկան, 15 տարեկան։ Այդպես դսպայեք, մենք ես տեսնենք իմանանք որդ որտեղ եք։ Եկան բան։ Սա է ձեր գործը։ Ընդ որում, մի բան էլ ասեմ։ Ես եթե չեմ սխալվում մյուս հեռախոսից մեջ, սկրինշոթերը, մի տելեգրամյան ալիք կար։ Հանկարծ չգիտեմ ոնց հայտնվեց այդ ալիքում։ Ես չգիտեմ ոնց։ Ինչ-որ բան չեմ կարդացել մտնում տեսնում ես տելեգրամյան ալիքը։ Չհասկացա ոնց եղավ։ Ու մեկ էլ պարզվեց որ դա ձեր տելեգրամյան ալիքն է կուսակցության։ Ու այնտեղ բավականին պարկեշտ մարդկանց նկարներ էր, հերթով հրապարակած։ Ու ամեն մեկի ճակատին հայհոյանք գրած, շատ սուր, ու սրբություն քրֆող։ Ու ես այն հասկացա, որ դուք դա պետք է տարածեիք ինչ-որ ձև։ Այնտեղ կային բոլոր պատգամավորները ազգային ժողովում իշխանական թևի, բոլորը, անգամ պատգամավորները, ովքեր շատ քիչ են երևաց եք, ավա տեսնեք չճանաչեք, բոլոր պատգամավորները։ Այնտեղ կային բոլոր հրապարակախոսները քիչ թե շատ ժողովրդական արժեքների մասին, այնտեղ կային բավականին պարկեշտ մարդիկ, ըստ իս, ձեզ համար ես էլ կայի։ Դուք այս ռազմավարությունն եք ընտրել։ Ապա ո՞նց եք կարծում։ Եթե օրինակ այսօրվա իշխանությունը, արասի ոչ մի թեթև բռնապետություն դառնանք, էլի, մի 5 րոպեով, շատ չէ։ Նա թողենք, թող մարդիկ դատարանները մի քիչ էլ զանգով աշխատեն, 2 զանգով, հա, շատ չէ։ Դուք ո՞նց եք կարծում, ձեր կուսակցությունը կարող գոյություն ունենալ Հայաստանում։ Դուք կարող գոյություն ունենալ։ Ոտները կպոկեին, կտային, կուտեիք։ Ինչ կար չկա Հայաստանում թափելու բան, կկողենք համակվերած սիրամար կսարքեն, ձեր ջուջու անելով կտանենք կբրախեն սահմանից այնյան, լավագույն դեպքում։ Դուք ելել այստեղ բաներ եք գրում արա։ Այդքան վզներից վերցրել եք արա։ Ես էլ եմ ասում, խոստացել եմ հանգիստ խոսամ։ Բայց այդ բնավ նրա մասին չի, որ կարող ես ինչ-որ խնայում եմ դրա համար կամ կարող ես կուսակցություն կամ բան եք գրել վայ։ Չէ, պարզապես տրամադրությունը սա էսպիսինն է։ Ձեր հավեստը չունենք։ Բաներ եմ ասել հրապարակային 1000 անգամ։ Ըստ նոր եք որոշեք ՏՌՖ-ներ անել ուստեղ, հա։ Թե որ մուտիլովք եք անում Ղարաբաղի մասով, այտենց վերցրել եք սրտներիդ մոտիկ եք ընդունել։ Այդ որ ասացն եք սրտներիդ մոտիկ ընդունել, որ ես ձեր թշնամին եմ, դուք ով եք ինձ թշնամին եք արա։ Դուք ձեզից ինչ եք, ձեր կռավատով, դամաշնիկներով, հանդերձ 25 գրամ կարող է չլնեք արա։ Դուք ով եք, որ իմ թշնամին եք արա։ Ես հիմա ձեզ փորձում եմ բացատրել։ Ես ձեզ մի լավություն եմ, գիտեք ինչի։ Որովհետև այս ամեն ինչի մեջ միակ վատ բանը, որ սրտից մոտիկ ընդունում եմ, դա այն է, որ ես էլ եմ նույն անձնագրից կրում, դուք էլ եք նույն անձնագրից կրում, որ ինձ էլ եմ տենում ասում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ձեզ էլ են տենում ասում։ Ինձ էլ են տեսնում ասում են ասի մարդա։ Ձեզ էլ են տեսնում ասում են ասի մարդա, հասկանում եք։ Միակ բանը, որ ինձ դիսկոմֆորտ է տալիս, դա է դա։ Արդյոք արմեն դուք ձեզ արից ոչ մի բան չեք երևակայում։ Հավրի խունջիկ լամիշ մի եղեք։ Կապիկի պես կամակներդ կարմիր բացած մի Էսյանենյան ընգեք։ Եղավ, գնացեք ձեր գործին։ Ու եթե ինչ-որ մի բան իմ գործունեությունից ձեզ դուր չի եկել, դուք որպես իրավաբանական անձ կարող եք դիմել դատարան ու պատիվ արժանապատվության թեմայով գործ բացել։ Հասկացաք թե չէ։ Ու քանի չեք դիմել, ուրեմն ես ինչ ասել եմ, դուք էլ գիտեք, որ իրավունքի օրենքներից սահմանում եմ ասել, ես էլ գիտեմ։ Ինչ-որ բան այն չի։ Ֆունկցիաներին նայ։ Իսկապես, չգիտես, խնդաս։ Մարդը ճիշտ է, էլի ասում, արժի այդ ժամանակը դրա վրա ծախսել։ Ես ասում եմ, հա, արժի, որովհետև պիտի իրանք պիտի լսեն, ես պիտի ասած լինեմ հետի, բայց մյուս կողմից իսկապես գիտեմ, ճիշտ հարց արա։ Արա դուք այնքան չկաք, որ ձեզ վրա չարժի ժամանակ ծախսել։ Անգամ այդ ժամանակը, որ կարելի է ձեզ վրա ծախսել, ոչ թե ասում եմ մի նպաստավոր գործ անենք փոխարենը, չէ, ցանկացած բան ինչ անենք, ավելի արդյունավետ ու անհրաժեշտ է կան այդ։ Ես դա հասկանում եմ։
Անկամ եթե հիմա գնամ զուգարան միզելու, շատ ավելի կարևոր աշխատանք է դա։ Շատ ավելի իմաստալից է։ Կենսաբանական տեսանկյունից։ Քան ձեր գոյությունը հայկական իրականության մեջ։ Հիմա հաստատ վստահ եք, որ եթե ես սկսեմ ձեր դոկ կոչված պղծի լեքսիկոնով անդրադառնալ ու մտնել սաղիթ օջախներ, հատ, ես կարամ հարցում անեմ ու ստանամ տեղեկություն, թե ովքեր են գրանցված այդտեղ, որովհետև ես էլ եմ նաև հասարակական կազմակերպության անունից, որովհետև դուք հասարակական օրակարգ եք խախտել հանրային, որը այնպես եք խախտել, որ իրավական գործընթացներ են ամեն մեկը ենթադրում։ Հիմա եթե ես դնեմ ու սաղիթ ձեր լեզվով պատասխանեմ արա, վստահ եք, որ չեք գնալու դատարան դիմեք։ Բա այդ դեպքում, որ գնաք դատարան դիմեք, ինչին եք դեմ լինելու հայ հոյանքին, թե հենց գնելի հայ հոյանքին։ Կամ հիմա մտնեմ ձեր էջ ու ամեն մեկին հատ պղծելով անցնեմ, վստահ եք, որ չեք բողոքարկելու էջս փակեք։ Հապուշներին է։ Խոսքով ժողովուրդ ջան։ Էս է ուզում ասել, հուսամ կդիտեն ու կփորձեն գիտելիքներ քաղել ու այսօր ինձ կպայեն այնպես եւ իմ մասին խոսելուց եք խոսեն այնպես ինչպես պահանջում է Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը եւ հայ ժողովրդի հայկականության բարոյականության չափորոշիչը չափանիշը որի հետ դուք կապ չունեք փաստորեն որովհետեւ ձեզ համար հայկականությունը բալա ու մեր քրֆելը ձեզ համար բարոյականությունը սրան նրան անուն դնելը Ընդհուպ մի բան ասեմ ժողովուրդ ջան։ Արա հենց սկզբից, նախ ամենասկզբից, անկեղծ եմ ասում, երդվում եմ, ես նրան չեմ ճանաչել երբեք։ Պատերազմից հետո նոր ենք եկել պատերազմից, այդ խառը օրերին, որ նոր այդ իրեք եթեր է արել, արա մի օր ինձ մարդիկ բան են ուղարկում, ասում են, ապեր տեսել ես դոգը անդրադարձել եք դոգը, ասում դոգը ով է ապեր։ Խաբար չեմ ով այդ մարդը, вообще չգիտեմ։ Բա ոնց էսի չես տեսել։ Արա մեկ էլ վիդեո են ուղարկում, սենց իր արևին Յանի ես որ պատերազմի մասնակցում եմ, ինձ ինքը Յանի այդ մասով ինձ մի քիչ հարգում, անց բան անում, էլի։ Ադարժենի անում։ Ու ապե դու քիթտնի խոթիր, լավ, դու մի քիչ սենց մի քիչ հանգստացի, տղա ջան, ասած բաներ անում։ Ես արունս արած նոր եկել եմ, ախպեջան, արունս աշկերից նոր եկել եմ։ Բայց որ ապե դու ով ես։ Ու ես ավ եթե ներկա իմ պատասխանել, ասում եմ դու ով ես արա։ Դու ես կարես ինձ ասես ինչ անգիր, ինչ դու ով ես արա։ Քեզ դրուգ ես կարին մեջ ինձ որոշե բան ասես արա, գալի քո գործին արա։ Ու լավ կլինի, այո, հենց ինքը դու զբաղվի, դուք զբաղվեք բլոգերությամբ, ինչ եք ուզում մեզից արա։ Ձեր շեֆը բլոգերն եք էլի քիչ եք բլոգեր ասում արա, գիժ արա։ Մեկ էլ դրա հաջորդ անգամը բուլդոզերի թեման եղավ։ Էլ ասում ժողովուրդ ջան, սենց ընդ որում, քանի որ անցած գնացած թեմայի ասեմ։ 2021 թվին նոր տարում ժողովուրդ ու շատ իր լսեք այս պատմությունը այն որ ով կա հարցնի անկաս խնդրում եմ այս հատվածը դրեք իր մոտ ասեք հավելյալ հարցումս կնա 2021 թվականի ձմեռը նոր տարում ես հավաքած լինելով ահագին էլի բաներ արդեն որերորդ անգամը այդ անգամ որոշեցի գնալ ոչ թե երկրապահի կողմից պահվող դիրքերի ուղղությամբ ներքին հանդ ցավ ճակատեն ոչ թե այդ ուղղությամբ այլ ասի Ռոմի չէ Կամանձիր ջան Ռոմիտ խոսում ենք մենք ընկերական շրջապատում, բայց ես միշտ տարբերում եմ, երբ որ ինքը ֆորմով է, ես ասում եմ Կամանձիր, որովհետև իմ հրամանատարն է։ Երբ որ կյանքում ենք իմ ավակ ընկերն է, անունով եմ դիմում, երբ որ ես գնում եմ հանկարծ Խաղապետարան, պարոն Մխիթարյանն է։ Սենց է իմ մոտ։ Ու ես իրանց անազանում եմ, ես ինքս ինձ դες բաճի բանջեր։ Ասում եմ Կամանձիր ջան, խնդրում եմ, էլի, մի քանի անգամ ձեր մոտ եկել եմ, ճիշտ է, գիտեմ որ ձեր մոտ էլի կարիք կա, բայց ուզում եմ մի հատ էլ գնամ Վարդենիսի ուղղությամբ։ Դե ասում եմ, տես գնել ջան, ոնց որոշել ես ապել, բայց իրանց մոտ էլ իսկապես էլի խնդիր կա։ Ես վեր եմ կենում եղածով գնում եմ Վարդենիս, հրապարակում եմ, նոր տարվա գիշերը, լուսադեմ, ասում առաջին տեղը, որ ես առաջին նոր տարին է պատերազմից հետո, ու գնում ասում առաջին տեղը որտեղ որ ես պիտի հետ համ, ես իմ տունը չեմ անցկացնելու նոր, ես նոր տարում պիտի գնամ զինվորներին տենալ։ Տնից նոր տարվա գիշերը դուրս եմ եկել գնում եմ Վարդենիս։ Գնում մտնում եմ, բարև բալուս բան, ասում եմ թե պաման եմ բերել որտեղ տեղավորենք, ոչ մեկի չեմ ճանաչում հələ այդ ժամանակ այնտեղ։ Բա գնել ջան, էտա Կելբաջարի տղիկը մեր մոտ են, այնտեղ են տեղակայված։ Հա, խնդիրներ ունենք, բան։ Ասում դե հենա ավտոները բանա,
բերենք մցնենք, բանանենք։ Մցրել ենք, պայստը դատակա։ Լայսա գնա։ Բառացի ասում եմ, ասում եմ, գնել ջան։ 0-ից տունու տեղ ենք դնում։ Ասի որտեղ դնեմ։ Որտեղ ուզում ես դիր 0-ից տունու տեղ ենք դնում։ Ես իրա բառերն եմ ասում։ Վերջը որտեղ ենք բան, ասի կամանձիր ջան, նու ընդեղի կամանձիրներից էր։ Ասի կամանձիր ջան, արի բարձ խոսանք։ Ես պատերազմի բովով անցել եմ ու տեսել եմ խնդիրներ, որոնք չեմ ուզենա կրկնվի։ Տես քանի որ այն օգնությունը, որը ժողովուրդը հավաքում ու աջակցում էր ռազմական գործողությունների վայրում գտնվող մեր տղերքին, այնքան շատ ջերմ էր, շատ էր, չափից շատ էր անգամ, բայց ինքը շատ ամփույթ էր կազմակերպված, ոչ թե մարդկանց հավաքել ուղարկելը, այլ այնտեղ տեղում սարտիրով կանելն ու ճիշտ բաժանելը։ Օրինակ, հա, օրինակ Ջաբրայելի ուղղությամբ առհասարակ հարավային կողմը ինքը տակ է, այնտեղ կարող է գալ ինչ-որ շատ տակ շորեր, բան, չգիտեմ ինչ էր, որոնք որ երևի ավելի շատ հյուսիսային կողմում պետք կլինեին։ Անտարային գոտիներ գնում էին այնպիսի բաներ, ժգուտեր եւ այլն, որ ավելի շատ հարավային կողմում էր պետք, հարավարևելյան, հա, այսինքն շատ ամփույթ է, տարբեր դեղեր անհասկանալի եւ այլն, որը շատ բաներ այդպես անօգուտ էր մնում։ Այսինքն պատկերացրեք մի հատ խողովակ, որտեղից շատ ջուր է գալի, բայց այնքան ծակեր կա վրան, որ թափում տակից այդ ռեսուրսը ափսոս է։ Եթե ճիշտ դասավորեն, կարող շատ օգտակար լիներ շատ ավելի երկար ժամանակով, կամ առհասարակ այլևս հարկավորությունը չլիներ դրա, ասենց ասեմ էլի։ Ասի դուք ավելի լավ է ինձ հստակ ասեք, ինչի անհրաժեշտություն կա։ Ես այդ ուղղությամբ, հա, փորձեմ մարդկանց դիմեմ, տեսնենք ինչ ենք անում։ Ասես գնել ջան, չգիտեմ, ասեմ թե չէ։ Պրոստը նենց բանա, որ դժվար թե դու կարող անես էլի։ Ասում ասա, ինչ է։ Բա մեզ խնդիր ունենք, Սարը բարձրանալու հետ ձունը դեպա այնտեղ այդ ձնային պայմանները, ասեմ, սալդատները, ասես կարող մինչև ստեղները, չեմ ասում մինչև բուգները, մինչև ստեղները խրվեին ձնի մեջ։ Այսպես արայդ բացելով միձե, որ շաբաթը մի անգամ ջուրը կամ սնունդը հասցնեն ներքևից վերև։ Ասես բուլդոզերի խնդիր ունենք։ Ասեցի ինչ բուլդոզեր, դες вообще չեմ հասկանում տեխնիկայից։ Ասես դե չի կարա ստից բան լինի, էլի, պիտի լավ լինի, որ այն ասենք սովետական բուլդոզերներ չէ, որ դեմ անես սարին, դա դրանով զիբ աղբն են օրինակ կուտակում հավաքում, թեթև ավազ, բայց ձախնը չի աշխատի, էլի, լավ բան է։ Պետք է ցույց տվես կատապիլար բան, այդպես բաներ։ Ասի լավ կփորձեմ, մի կստացվի, չէ, բայ ես եմ գնել ջան, որ ստացվի շատ լավ կլիներ ապեր։ Ու նկարագրեց ինչքան լավ կլիներ, ու նկարներ ցույց տվեց, վիդեոներ ցույց տվեց, իհարկե դրանք հրապարակման ենթակա չեն, որովհետև պարունակում են այլ վայրերի տեսարաններ։ Ասի լավ, փորձեմ։ Հետ եմ եկել, փորձում եմ գինը հասկանամ ինչքան է։ Սկսեցի հետաքրքրվել, հələ ձեզ չեմ ասել, չեմ դիմել ձեզ։ Սկսեցի հետաքրքրվել, արա $500,000, $550,000։ Ասում եմ, իսկականից խնդիր է։ Սովետական ապուշ բաները են, որ կարող $10,000 Հրազդանում կա։ Արա մինչև մի հեռախոսից մեջ մի 15 հատ համար կա, որ այդ վաղտերն եմ գրանցել այնքան է հետաքրքրվել։ Ու անունա գրած կողքը բուլդոզեր, անունա գրած կողքը բուլդոզեր, չեմ ճանաչում այդ մարդը։ Ով բուլդոզերը լսա համարա տվեց անգել հետաքրքրվել է, ոչ կար $4,000 էլ կար, $8,000, բայց դրանք չեն աշխատի, տանենք ու տապեն դնար, կարիքը չկար դրա։ Ինչը որ անհրաժեշտ է, տես կանգա։ Իսկ այդ ժամանակները, ասենք, գիտեք, շատերը ասում են, դա պենն ինչ անում թող առնի, բան ես բացատրում եմ, որ ախր մինչև պենն առնի, թղթապանություն ա ֆռում ատեղ, չի կարա պենն ինքնագլուխ առնի։ Մի անգամից ես ընդդիմադիրներ եկել եմ, ասեմ փող եք կերել, չի կարա, չի լինի, այնտեղ չի լինի, ու իսկապես դատական գործ կարա բացվի, չեն կարա, պիտի դնեն տենդերի, պիտի դնեն առաջարկի, կառավարությունը հաստատի թուղթը գնա դնեն տենդերի, մեկը առնի, բերի մեկը, դա երկար պատմություն է, գալու մեկը բացի հաջորդ ձմռը։ Հետո իմ ընկերներից շատ ուժեղ ընկերներից իմ հետ կապնվում է, ասում են գնել ջան, մի հատ ձև կա, դրսից է բերվելու, մեր չասեմ երկրի անունը, վայրը բան, անցած ոչմ մի հատ հանք կա, ուրիշ երկրում Հայաստանից դուրս, որտեղ որ մի հատ թափթազա կատապիլար է մտել, ու այդ տղին մենք համոզել ենք, ինքը կարա թափթազա այդ կատապիլարը կոզած $120,000 ուտիլիզացնի, թղթերի մեջ մուխլյոժ անի ու հանի Ատեղից հանքից, յանի ուտիլիզացնում է, բայց նոր է մտել, մի ամսեկան, երկու ամսեկան մեկն է։ Ու ասել է $120,000 կարա բերի կանգնացնի քո դռան դեմը։ Դες իհարկե այդ ժամանակ այս բանը չէի կարող ասել, որտեղ կվնասեի շատ բաների։ Ասում ապա ես որ հայտարարություն անեմ ու հավաքվի $120,000 կարող ենք, խոսում ենք, պայմանավորվում ենք, այդ մարդու հետ ենք խոսում սաղ, ինքը պետք է բերի կանգնեցնի, դռան դեմը $120,000 տա։
Կացելու ոչ մի տեսակ վարիանտ չկա, դեմա չկա, մանավանդ նենց ընկերներ են բանը ասել, որ որտեղ ես 0.1% խոսքած չունեմ։ Ասում օքեյ։ Մտնում եթեր է բանում, ասում եմ ժողովուրդ ջան, սենց է, ոչմ այդ ապրանքը, որը որ մեզ պետք է, շատ թանկ արժի, բայց $120,000 կարանք առնենք, ձև կա, խնդրում եմ։ Մարդիկ ասում են, օքեյ ենք, դուք ձեզանից շատերը, օքեյ ենք, դու հաշվի համար ասում եմ, ես դե հեսա գնամ բացեմ գամ։ Ես այդ ժամանակ ունեի 930 քանի հազար դրամ հարկադիր։ Դրանից տարիներ առաջ բանկի հետ կապված խնդիր եմ ունեցել, կոնտր եմ ընկել ասել եմ, չեմ տալու ձեր փողը ու տենց 900 քանի հազար հարկադիր ունեի։ Այսինքն, եթե ես իմ անունով բացեի հաշվի համար, ես կարայի մի քիչ կառից լինեի, իմ անունով բացեի, հետո գումարը հանելուց այն 930 ասեի դե հանեք, իմ պարտքը ջրեք, ախպեր ջան, այն մյուսն էլ անեք։ Բայց ես չեմ կարող տենց բանից թույլ տամ։ 930,000 դրամ ես չունեմ, որ տամ, զրոյացնեմ, որպեսզի բացեմ։ Ու ովքեր գումար են փոխանցել, Արարատ բանկով էր բացած, պիտի որ հիշեմ։ Կհիշեք, որ Անահիտ Նուրիջանյան անուն ազգանունով եք բացել, ուղարկել։ Ով հանդիսանում է իմ կինը։ Կանաչս անունով բացեցի ստիպված։ Անկամ ձեզանից շատերը փորձել են գնել Սարգսյանով չի եղել, իմ հետ կապվել են, ես այդ ժամանակները շատ խառը չեմ տեսել, որ կապվել եք ու տենցել երևի չեք ուղարկել։ Որպեսզի հանկարծ արանքից դե 930,000 այդ ժամանակ $2,000։ Որ հանկարծ չկորի, ես կնոջս անունով եմ բացում, բայց ստեղ էլ մի հատ հետաքրքիր հանգամանք կա։ Կինս էլ ունեցել է 12,500 դրամ հարկադիր։ 12,500 դրամ։ Ու բանկը աշխատում է սենց։ Մինչև ինչքան ուզում է փող մտնի։ Մինչև հարկադիրից ինքը զորական բանը չունենա, քո փողը չի անելու տա քեզ։ Հասկացաք։ Ասիկանի 12,500 կարամ ուզեմ, բայց ասի կնիկ ջան, հարկադիրից որ կգան, կռիվ են կանում, ասում ենք գնացեք համբերեք օպշան, ինչի համար։ Ասի քո անունով բացում ենք։ Ես գիտեմ, հեսա մուտիլովկեք կարող է տարածվի։ Ու մենք ունենում ենք փաստ, որ ախպեր ջան, դե եկեք հələ դուք փորձեք հանեք, այն որ հենց ասեն գնելը փող աուտում, ասում դե հələ գնացեք դուք փորձեք հանեք ու կերեք։ Եթե հանեք, կերեք ախպեր, եթե կարեք գնացեք հանեք։ Չեք կարա, որովհետև հարկադիր կա, որը բուծվաշի ու այդ հարկադիրը էս ինչ վաղտվանից է, ու հեսա միջև ինի կա։ Հասկացաք, այդ իմ ստրատեգիան։ Բացում ենք կնոջ անունով 12,500 դրամ հարկադիր, ասի դե հենց որ արդեն փողը հանել եմ, 14-ը կտանեմ, կմուծեմ, դա հեշտ է մուծել է 930,000 չի էլի։ Ոչմ։ Ու սրանք դոգը, արյանան, սրանց լակոտ լուկուտները, սրանց մոլի երկրպագուները, բայց այս երկուսն են հիմնականում բանանում, բայց գնելը բուլդոզերի փողեր ապրում։ Վերում եթեր եմ անում։ Ես այդ վախտերը ախր կարի անգամ դատի տայի, բայց այդ դրա ոչ ժամանակն եմ ունեցել, ոչ հավեսը, ոչ այդ վախտերը հիշում եք ինչ ժամանակներին։ Վերում եթեր եմ արել, ասել եմ որևիցե մեկը, եթե կարաք այդ հաշվից գաք մի կոպեկ ուտեք, ես խոստանում եմ տունս ծախեմ փողերը տամ ձեզ, նվեր տամ ձեզ։ Ու ես որ համարձակ ասում եի, հենց դրա համար էի համարձակ ասում, որտեղ սա իրավական փաստաթղթեր է, հասկանա՞ք։ Ասում իզուր տես բաներ մի խոսացեք, ու մարդիկ կային, ովքեր պատրաստ էին գումար ուղարկել, ընկնում էին բաների մեջ, կասկածների մեջ։ Մոտ 6 ամիս, եթե չեմ սխալ, ոչ մի քանի ամիս մնաց էդի։ Հա գնում ստուգում եմ ինչքան է գալիս, մի խոսքով հավաքվել էր, ընդհանուր այդ արդեն ասել եմ, ձեզ ներկայացել եմ այդ ժամանակվա եթերով, անգամ ասել եմ ինչերի վրա ենք ծախսել։ Հավաքվել էր բոլոր հաշիվները, եթե գումարենք, հա դրամը, դոլարը, եվրոն, ռուսականը։ Եթե գումարենք ու վերածենք դոլարի, $18,000։ Սա կահված թղթերը միջում սա մոտս է, սաղա մոտս։ Այ, այնտեղ դրված է, այս զանավեսկը որ փակած, այնտեղ ящикներ կան։ 18,000 ու մի 2-3 ամիս ոչ մի հաշվի վրա ոչ մի կոպեկ էլ չէր ավելանում, այսինքն անիմաստ էր սպասել, ասի դեսի սենց չի լինի, այդ ժամանակներն էլ էլի բաներ պետք է լինում սա, ասի ինչ անեմ ախր, մի կրակն եմ ընկել, $120,000 չի հավաքվում, 18 է հավաքվում ու չես կարող այնքան սպասել անիմաստ է, որովհետև մի կոպեկ չի ավելացում, քաղաքացիական ավելվում է։ Ինչ անեմ, ասի լավ դե, էսի հանեմ, էլի բանման առնեմ, տանեմ դիրքեր բրցնեմ ես այս ջարմուց, այնքան են արդեն բուլդոզեր ասել բանը։ Գնացի հանեցի, ընդ որում հանելուց բանկը կապվել է անվտանգության ծառայության հետ, թե իրանց անվտանգության, թե ազգային անվտանգության, չգիտեմ, բայց այնտեղից միջև չեն ուսումնասիրել, միջև չեն հաստատել, ինձ ձերը փող չեն տվել։ Այսինքն դա այդպես process է։ Հանում են գալիս եմ տուն, ձեզ ասում եմ, որ այսքան է ու այսքան ժամ սենց է իրավիճակը, ու գնում եմ պապիրոզներ եմ առնում, պապիրոզը որպեսզի հասկանաք ամենաթանկ բանն էր։ Вообще ինչ տանում ենք այդ հակոս դեղեն պլաշ պալատ, պատրաստից հետո իհարկե։ Այդ ամեն ինչ մեջ ամենաթանկը միշտ պապիրոզներ։ Մեկ այսա տեղափոխում ենք Մոնիկա ջան։ Ասենք, բաճկեն $1 գցեք, հա, մի ящикի մեջ 50 բլոկ է, ինքը շատ մեծ չափս չունի սենց, 50 բլոկ է $500։
$1, հա 500 բաշկա $500։ Ու դες մի 6-7 ящик։ Գեներատոր, մեներատոր, ինչ ասել են տղերքը ինչա պետք իրանց, գնա կապը տրել էր։ Բայց ժողովուրդ գնայք լսվում է նորմալ դեր։ Ահա։ Ոնց որ նորմալ է։ Մի խոսքով, ինչ որ ընդ որում հա պետք մի լավ ընկեր ունենք, այդ տղեն ձեռս կրակներ ընկել։ Ինքն էլ նախ իր կողմից մի քանի բան ամեն գնալուց դնում էր իր կողմից էլի։ Ու շատ բարեր հաշվում էին գնով ինչ որ գնով որ ինքը ներմուծել է եւ այլն եւ այսպես շարունակ։ Չգիտեմ, ինչքան երևի մի 50-60 հատ մենակ գեներատոր են վերցրել, եթե ոչ ավել։ Ընդհանուր առմամբ էլի, բաներ, դրուժբաներ, չգիտեմ, գործիքներ, ոնց ամեն ինչ։ Ու դեռ իհարկե սնունդ ամեն ինչ։ Վերցի տարա։ Այդ վիդեոներից էլ կա մոտս։ Այ մոտավորապես այսպես։ Հիմա ես դուք կուսակցության այս շնորհալի ներկայացուցիչներին հարց եմ էլի տալի։ Բայց ես բջի թուլեմ։ Այս պիղծ լակոտը, որ իր ստերով այդ պրոյեկտի վրա քարկցեց։ Հա, հələ մի բան էլ այստեղ ավելացնեմ ժողովուրդ, որ ինչ որտեղ ես էլ եմ այդտեղ տուժել, այնքանով որ ոնց որ անլուրջ մարդու տպավորություն թողնես։ Առհասարակ մի քանի տես դեպք եղել է, որ մի քիչ խիմիչիտ են կարել սրանց անես, որ կարող է դա բարձվել մարտելներ դատվեր, հասկանում եք, բայց մարդիկ իմացել են տղերքի համար գնացել են տես քայլերի։ Եղել են տես բաներ։ Իհարկե չեմ ասի, չեմ ասի, լավ չէ, բայց մի տես պետք է համար է։ Ու ես այդտեղ ոնց որ անլուրջ մարդու տպավորություն եմ թողնում։ Հիմա սրա ճիշտը որն այ փթիրներ։ Ախր այնքան ձեզ կարամ ասում։ Հետո էլի է ինքը ինձ կպնում։ 21 թվականի ընտրությունների ընթացքում։ Հետո 22 թվականին։ Հետո 23-ին։ Երևի դուք վաղուց չեք հետևում նրան։ Ու ամեն անգամ որ ինքը ինձ կպել է, ինձ ուղարկել են մարդիկ ասել են հեսա կնալ ջան։ Ինչ որ պահից ես էլ եթեր եմ արել, ասել եմ սրանց հետո ինձ այդ բջի թուլի բաներ ուղարկեք թե տես գնալ քեզ կպել է, նատուրից ձեզ կբլոկեմ, որովհետև այդ որ ուղարկում եք ինձ ինչ որ ներվանան, ես չեմ կարող նստեմ եթեր անեմ օգտագործելով այն լեքսիկոնը, որը որ ինքն է լեքսիկոն օգտագործում։ Իսկ իրան չես կարող ոնց պատասխանես ուրիշ ձև։ Ես ընդամենը մի անգամ իրան ասել եմ։ Ես չգիտեմ դու ստեղ ումից կվախենաս որ գաս ումից չէ, բայց հաստատ անենց արա որ ոչ մի ձև, ոչ մի պարագայում իրար դեմ չելնենք։ Ես մի տարեկան եղել իմ աղջիկը, մի տարեկան թողել եմ օրորոցի մեջ հելել գնացել եմ պատերազմ։ Ես նոր եմ իմ երեխուց բան հանում, հա, դասի եմ տանում, չգիտեմ, գիմնաստիկայի ընդունվել նոր խառնաբան, նոր եմ ես իմ երեխով մի քիչ փորձում զբաղվել։ Չեմ տեսել ոնց է մեծացել։ Որ ես այդքան այդ ամեն ինչը իմ ընտանիքի, իմ երեխեքի հաշվին ասելով իրանց հետ լինելու է։ Ես այդ սաղ թողել եմ, ով ասելա ճաշոս Ալանիա, վազել եմ այստեղ, վազել եմ այնտեղ, որ հելնեն իմ երեխին, իմ ընտանիքին քրֆեն։ Ու դուք էլ այսօր վիդրիցիլի մի հատ բան գրեք։ Հիմա ինքնուրույն ինքնահայեցողության կարգով ինձ ասեք, ես ձեզ ինչեր կարամ ասեմ։ Ինչեր ու ինչքան կարամ ասեմ։ Ու չի լինի ձեր միջից մի հոգի արա մեկ թիվը, մեկ, երկու չէ արա, երկուսը շատ այդի անհասանելի թիվը, մեկ հոգի, որ կարա հելնի դեմս ու եզնից աչոտ ուզի։ Չի կարա լինի այդ մի հոգին բացարձակ։ Մենակ լրպերի պես դուք գաք գնեք շուխուր անեք, երեխեքի ներկայությամբ քֆուրներ տակ, մտնեք այստեղ ֆեյք կամ ձեր էջերով եսի մինչեր գրեք իրար բլոկեք իրար ծապտակ եսի էս եք դուք հիվանդ մատերիալներ։ Ես շատ բան կարամ ասեմ, թե ձեզ, թե ձեր բջի թուլին, նա հենց ձեր կերպարն է, նա հենց ձեր կերպարն է։ Օրինակ բերեմ, ժողովուրդ, որ իրար ճիշտ հասկանում։ Պատկերացնենք Նիկոլ Փաշինյան, կամ լավ Նիկոլ Փաշինյանին թողնենք, վարչապետն է, կարող է այդտեղ մի քիչ ֆռ։ Պատկերացնենք ես շատ հարգում եմ Արամ Սարգսյանին, ու մեկ էլ մի օր հելնում է Արամ Սարգսյանը իրեն քննադատելու համար կամ կարծիք հայտնելու համար իր մասին, հելնում քրվում է սաղի մեր հեր բան։ Արա, կամատնեմ եթեր ասում ժողովուրդ ջան, ես նույնպես միանում եմ ձեր բողոքին նրա հանդեպ, որ դա անթույլատրելի բան է, ուսակցող ղեկավարը։ Ես 3000 քակ եմ կերել, որ վախտին կարծել եմ թե նորմալ մարդ է, ես գնացի ախպերս թեմայի միջից։ Ինչ վախտին կիսել եմ, իր կճնջեմ, որովհետև դա անընդունելի բան է։ Անկամ նայեք ինչ եմ էլի ասում։ Ու եթե ձեր համար դա ընդունելի բան է, դուք հասկանում եք ես ինչեր կարամ ձեզ ասեմ։
Որ ընդ որում դա չի լինի իմ որակումը, դա կլինի հենց ձեր որակումը, որովհետեւ ցանկացած մեկը, երբ որ դիմացինին հայոյում ա կամ վիրավորում ա, դրանով տալիս է լեգիտիմ իրավունք իր հասին ուտել քֆուրներ։ Ես այսքան ժամանակ որևիցե մեկին ոչ վիրավորել, ոչ կրվել եմ, մի երկու անգամ կարող է ջղայնացած հայոյացել լինեմ, բայց հակադարձելու համար, որտեվ ինձ են կպել օդից։ Օդից։ Ձեր նման, ձեր շեֆի նման բջիջ թուլեք են եղել, կպել են ինձ։ Ֆրացել, ոչ պաշտոնի եմ ելել, ոչ մամորացում լավ կարող եմ պատասխանատվության գոտում, ես ինչ բան է, ինչ եմ արել, չգիտեմ։ Կրվել եմ, ելել եմ ասել դու մերն էլ քո, երն էլ քո, բայց էլի լեզուս չի ֆրացել երեխա կրվել մարա։ Որովհետև երբ ես կփռում եմ, գեղարվեստական պատկերացնելով տեսարանը, բա ես ո՞նց կարող երեխուն պատկերացնել։ Բայց սա ձեր մոտ նորմալ է։ Հասկացա՞ք։ Սա ձեր գերբ հանդիսացող, ձեր բան խորհրդանիշ հանդիսացողը պիղծ, սա իմ կարծիքը չի։ Դուք տեսեք կարողացական կլնել է պիղծը, դա ձեր կարծիքն է լինում, չէ՞։ Իմ բարակամ, ես ոչ թե կարծիք եմ հայտնում, դա հիմնավորված բաներ է։ Հիմնավորված։ Ոչ թե կարծելով, քանի որ սա այսպես որ մտածում եմ որ ինքը թուշ կա դավաճանը ուրեմն հողեր անձը, սա ձեր կարծիքն է։ Ինչի՞ դեմ ես երբեք բան չեմ ասել, ճիշտ է, փորձել եմ ես էլ իմ տեսակետը ներկայացնել մարդկանց։ Չեմ ընկել։ Մեկ էլ ֆռում գնել է։ Այնքան փախարակեցին այդ չեկիստական համակարգով, այնքան իհարկե ահագին մաշացրեցին։ Ցավոք սրտի ստացվեց։ Շատ մարդիկ կերան այդ կուտը, շատ մարդիկ սկսեցին էլ ճեղտակրկել, շատ մարդիկ սկսեցին էլ բան անել։ Աշխատեց, այո, որովհետև դա KGB-ի աշխատելած ձևն է, եթե մի ամբողջ ինստիտուտ այդպես աշխատում է ու համարում է դա արդյունավետ, դա չի կարող լինի մեկը ում հանդեպ արդյունավետ չի։ Եթե Վազգեն Սարգսյանի նման տղին դարձրել էին հոբոբոբո ու հասած նրան որ գնդակը հարեցին ու դրա համար անպատիժ մնացին, արա մնացածը սով են կոտնես չի։ Հասկանում եք։ Դու գիտեք հիմա որ սս փախարակում են Նիկոլ, ինչի համար են փախարակում։ Դա ասածների մեջ 90%-ը մուտիլովկա է, բայց նրա համար որ հանգարց մի հատ տերակտ անեն, քաղաքացիները անտարբեր լինեն, ասեն հա դե ես իմ 1000 կակ կարտակը բա ինչ։ Դե անեն էլի։ Ինչ իմանաս, այն որ սենց։ Կոտրում են մարդկանց։ Սա այնի դա գրոյի ձևերից է։ Նենց որ դելեք ձեր կայֆերով։ Իսկ ես ունեմ իրավունք նայելու, հետաքրքրվելու, արտահայտվելու։ Սա ոչ թե որտեղ դու խոսելիքում ինչ կուզեմ կանեմ, չէ։ Սա փաստա մի երկրի, որտեղ ցավոք սրտի դուք ունեք անձնագիր։ Մոտավորապես այսպես ժողովուրդ ջան։ Կներեք այս եթերը ամբողջությամբ դրանց նվիրելու համար, պարզապես քանի որ իրավաբանական անձ են կրկնում եմ, ես չէի կարող չանդրադառնալ։ Ընդ որում, եթե ես երեկվա եթերս արած լինեի Free News-ով հաղորդման շրջանակներում, իհարկե ես ինչ որտեղ կհասկանայի նրանց մոտեցումը, որովհետև դա է բանը։ Իսկ սա անձնական է, քաղաքացի գնաց Սարգսյանը խոսել է, հարցերում է, ինչ որ։ Չունեք, չեք էլ կարող ունենալ, դուք այդքան չկաք։ Ու ձեզ այնց որևիցե մեկը, ձեր միջից որևիցե մեկը այդքան չկա։ Ներող կլինեք ժողովուրդ ջան, այս թեմայով ձեր մտքերը ուղիղ ծանրացնելու համար, բայց այս եթերը թող այսպես մնա, առաջիկայում գուցե պետք է։ Բարի գիշեր ձեզ, լավ եղեք, ամեն ինչ շատ լավ է լինելու, հեշտ չմտածեք։ Մենակ տրամադրությունները դու դեռ բայք, որովհետեւ ձեր տրամադրությունների վրա աշխատում են այն հարյուրավոր բացասական բաներ տարածող էջեր, որոնց խնդիրը մեկն է, ոչ թե ճիշտ բան կամ սուտ բան տարածում չէ, այլ ձեր ուղեղի միշտ տնեն բացասական բառերով կազմված նախադասություններ, բացասական մտքեր, բացասական տրամադրություն, բացասական էմոցիա։ Իրանց դա է պետք, մնացածը իրանց կարծիքով տեխնիկայի հարց է։ Ընդ որում այդ կարծիքի մեջ որոշակի ցավոք սրտի ճշմարտության մասնիկ կա։ Բայց թույլ չենք տա։ Մենք ինպես հազարով լավ տղեր կան, որ հասկա թույլ չեն տա։ Վարդանիկի վրա շատ մի ջղայնացեք, մի ներվեք, գիժ այդ մարդը։ Այդ մարդը գիժ է, ունի հաստատուղթ համապատասխան, որ ինքը գիժ է։ Նենց որ մի բան է, լավ եք, բարի գիշեր։